Նիկոլ Փաշինյանի երազը Կաթողիկոսական ընտրությունների երկրորդ փուլի քարոզարշավի վերջին օրն է։ Երկրորդ փուլ են անցել ինքն ու Ռոբերտ Քոչարյանը, ու հիմա ՀՄԿ-ի տաղավարում Պետրոս Ղազարյանի մոտ բանավիճում են։ Պետրոսը դիմում է Քոչարյանին։ Պարոն Քոչարյան, այօրինակ Նիկոլը պաշտոնապես ամուսնացած չէ, իսկ դուք ամուսնացած եք, պատրաստ եք հանուն կաթողիկոսի գահի հրաժարվել ձեր ամուսնությունից։ Քոչարյանը սկսում է քթի տակ երգել. Օ բելա չաու, բելա չաու, բելա չաու, չաու, չաու։ Իսկ ինքը, ոգևորված, սկսում է գոռգոռալ, որ հանուն կաթողիկոսության Աննային 2 տարով Չինաստան է ուղարկում։ Մի րոպե, պարոն Փաշինյան, մի ընդհատեք, իբր բարկանում է Պետրոսն ու շարունակում։ Եվ ընդհանրապես, պարոն Քոչարյան, դուք հավատացյալ եք, ապավինում եք Աստծուն։ Բա իհարկե, նույնիսկ իմ կյանքի ամենածանր պահերին, երբ օրինակ մի խումբ ահաբեկիչներ են ներխուժել Աջադահլիճ եւ 8 հոգու սպանել, ես մտքումս ասել եմ, դե փառք Աստծո։ Ինչ վերաբերում է Աստծուն ապավինելուն, ապա ես մինչև հիմա տանս մի քանի կուբամետր այդպիսի գրության թղթեր եմ պահում։ Բայց ես ինչ անեմ, որ բիթքոյնի վրա տենց գրություն չկա, մենակ դոլարների վրա կա, տեղից գոռում է ինքը։ Պետրոսը շարունակում է. Պարոն Քոչարյան, դուք կուսակրոն եք։ Լավ, բարդ բառեր չասեմ, կույս եք, գոնե կենդանակերպի նշանով։ Կենդանակերպը դու ես, Արա, գոռում է Քոչարյանը։ Ես նկատի ունեի գարասկոպը, սփրտնում է Պետրոսը։ Գարասկոպով ինչ եք։ Ձևա, պատասխանում է Քոչարյանը։ Ձև չի, տեղից առարկում է ինքը, բայց Քոչարյանը շարունակում է. Իսկ ինքը ոչխարը։ Ոչխար չի, պարոն Քոչարյան, երկվորյակա, առարկում է Պետրոսը, բայց Քոչարյանը շարունակում է. Ես գարասկոպը նկատի չունեի, թե չգիտեմ, որ երկվորյակա, ուղղակի չեմ հասկանում, մյուսին քիչ եք կանչել, թե Փաշազադեն հմեկ չի գալիս։ Ինքը տեղից վեր է ցատկում, որ պատասխանի, բայց հանկարծ սոսկումով նկատում է, որ իրականում մինչ այդ ինչ եղել է, աչքին է երևացել։ Ինքը ոչ թե հմեկի տաղավարում է, այլ մեծ ու լուսավոր, բայց ճաղապատ լուսամուտներով սենյակում, դիմացնել ոչ թե Պետրոսն ու Քոչարյանն են, այլ երկու անծանոթ մարդիկ, սպիտակ խալաթներով։ Սրանցից մեկը գրիչը մոտեցնում է իր դեմքին ու ասում. Հիմա ես գրիչը աջ ու ձախ կտանեմ, դուք առանց ձեր վիզը թեքելու ուշադիր նայեք գրիչի ծայրին։ Ծայր ասեցիք, հիշեցի, ես որ կաթողիկոս դառնամ, ծայրագույն վարդապետել եմ, չէ՞ դառնալու։ Իներցիայով հարցնում է ինքը։ Վարդապետը չգիտեմ, բայց ծայրագույն հաստատ, ասում է սպիտակ խալաթավորն ու նայելով գոլեգայի դեմքին, գլուխը հուսահատ օրորում։ Սանիտարները ներս են մտնում, թիկունքից մոտենում ու թևատակերից բռնած դուրս բերում սենյակից։ Արթնանում է, ծանր գլխացավով ու վազում համակարգչի մոտ։